Ըստ խնդրի Էդգարն ու Թամարան խաղ են խաղում։ Ամեն անգամ հաղթողը վաստակում է 5 միավոր, իսկ պարտվողը 3 միավոր։ Ընդհանուր առմամբ նրանք խաղում են 32 խաղ, որից հետո Էդգարը վաստակում է 144 միավոր։ Պետք է պարզենք, թե քանի անգամ է խաղը հաղթել Էդգարը։ Դրա համար եկեք պատկերացնենք, թե բոլոր խաղերը հաղթել է Էդգարը, այսինքն Էդգարը տարել է 32 հաղթանակ, հետևաբար նա պետք է վաստակած լիներ 32 անգամ 5 160 միավոր, սակայն ինչպես գիտենք պայմանից իրականում նա վաստակել է 144 միավոր, այսինքն 16 միավորով ավելի քիչ։ Ինչը նշանակում է, որ Էդգարը միանշանակ չի ունեցել 32 հաղթանակ, այլ փոխարենը այդ հաղթանակներից որոշները եղել են պարտություններ։ Հիմա հասկանանք, թե ինչ տեղի կունենա, եթե մենք հաշվարկի մեջ հաղթանակները փոխարինենք պարտություններով։ Քանի որ հաղթանակի համար Էդգարը վաստակում է 5 միավոր, իսկ պարտության համար 3 միավոր, հետևաբար հաղթանակը պարտությունով փոխարինելիս ունենում ենք 2 միավորի կորուստ։ Իսկ մեզ անհրաժեշտ է ունենալ 16 միավորի կորուստ, որպեսզի հասնենք պայմանում նշված 144 միավոր արդյունքին։ Դրա համար 16-ը բաժանելով 2-ի ստանում ենք, որ 8 խաղ պետք է լինի պարտություն մեր հաշվարկած 32 հաղթանակներից։ Հետևաբար հաղթանակների իրական քանակն էլ կլինի 32-ից հանած 8 24 հաղթանակ։ Կարող ենք կատարել նաև ստուգում։ 24 հաղթանակի համար Էդգարը վաստակել է 24 անգամ 5 եւ 8 պարտության համար 8 անգամ 3 միավոր։ Ընդհանուր իրոք 144 միավոր։ Ուրեմն ամեն ինչ ճիշտ ենք հաշվել։